Հրապարակը գրում է ԱԺ-ում Փաշինյանի ելույթից ՔՊԱ-ականների մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների։ Երեկ նա սովորականից ավելի ջղաձիգ էր, մեկ հայտարարում էր, թե պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, պատերազմի համար որևէ հիմք չկա, հետո ափերից դուրս գալիս, բղավում, անկանոն շարժումներ անում, մի պահ ճչաց, ֆոյեում ճեպազրույց տվող Ռուբեն Ռուբինյանը վեր թռավ, հետո իրեն հավաքեց, շարունակեց խոսքը, անգամ վարկածներ էին բարձրաձայնում, որ գուցե աշնանը երկուսը մեկում անեն արտահերթ ընտրություն ու սահմանադրական հանրաքվե։ Ներկայում օրենքը թույլ չի տալիս նույն օրն անել, բայց դա փոխելը ՔՊ-ի համար խնդիր չի։ Մեկ այլ հոդվածում հրապարակում կարդում ենք խորհրդարանի այս քառօրյայի օրակարգում նախագծեր կան վարչական իրավախախտումների, հարկային ու հողային, քաղաքացիական դատավարության օրենսգրքերի փոփոխությունների հետ կապված։ Առավել ուշագրավն այն է, որ կառավարության կողմից ներկայացվել է կրիպտոակտիվների հետ կապված փաթեթ, այսինքն կառավարությունը փորձում է կրիպտովալյուտայի դաշտը կարգավորել։ Օրենսդրական փոփոխություններին ծանոթացած տնտեսագետը հետաքրքիր եզրահանգման է եկել ասել, որ այս իշխանության ներկայացուցիչները այնքան են հարստացել, որ սկսել են կրիպտովալյուտա ձեռք բերել ու օրենսդրությունը ըստ այդմ փոփոխության են ենթարկում։ Ժողովուրդն էլ գրում է ԱԺ-ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու համար շրջանառության մեջ դրված ընդդիմության նախաձեռնությունը ամենայն հավանականությամբ կտապալվի։ ՔՊ խմբակցության ներսում Քոչարյանը հասցրել է այս օրերի ընթացքում համախոհներ ձեռք բերել թիմակիցների շրջանից, որ իր դեմ դուրս չգան, էթիկայի հանձնաժողով չձևավորեն։ Թեև նախորդին խնդրել էր հետաձգել իրեն վերաբերող հարցի քննարկումը խմբակցության ձևաչափով, պատճառաբանելով, թե Փաշինյանի հետ կխոսի, նոր գործընթացը թող սկսեն, բայց իրականում նա վարչապետի հետ զրույց չի ունեցել, պարզապես իրեն ժամանակ է պետք եղել երիտասարդ պատգամավորներին համոզելու, որ չզոհաբերեն իրեն։ Կարծես թե այս անգամ Քոչարյանը անպարտելի դուրս եկավ եւ նրա հարցով էթիկայի հանձնաժողով չի ձևավորվի, գրում է թերթը։ Ժողովուրդը գրում է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թերթի լրագրողի հետ զրույցում սկանդալային հայտարարություն է ասել, փաստացի ասել է Անի Գևորգյանը իր հարցը ստիպված է եղել ընդունել իր մեղքը, որ ստեղծված իրավիճակը հանդարտվի, դրանից հետո նոր գործը դատարանում քննվի։ Այո, ճիշտ եք ասում, իմ եղբոր ընտանիքը կայացրել է այդ որոշումը, գնացել է այդ ճանապարհով, որ հետագայում դատարանում քննությունը շարունակվի, ասել է Սիմոնյանը։ Նա կրկին կասկածի տակ է դրել իրավապահների աշխատանքը կանխատեսելով, որ այս գործն էլ դատարանում կկոտորվի, ինչպես շատ այլ գործեր եւ նշել է, որ իրավապահները սխալվել են։ Այսպիսով կարելի է ասել, որ ազգային ժողովի նախագահը ձեռնոց է նետում ուժային ղեկավարներին, կասկածի տակ դնում նրանց պրոֆեսիոնալիզմը, հայտարարելով, որ նրանք սխալվել են։ Մեկ այլ հոդվածում ժողովրդում կարդում ենք ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մամուլում հայտնի շիշ բռնողի եղբայր Նայիրի Սարգսյանը, որը եղել է Հայաստանի վարչապետ, Փաշինյանի օգնականը, դիրքավորվել է բիզնես դաշտում ու իշխանական կապերն օգտագործում է իր գործատուի գործերը առաջ մղելու համար։ Խոսքը GTB ընկերության շահառու Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է։ 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանը լիազորել էր Նայիրի Սարգսյանին ձեռք բերել $5 միլիոն զրահաբաճկոններ, ԱԹՍ-ներ, ջերմատեսիլ նշանակության սարքեր։ Նրա անունով գումար էր դուրս գրել Նայիրի Սարգսյանը, Հայաստանի անունից կանխիկ վճարման եղանակով ձեռք էր բերել 3000 զրահաբաճկոն, յուրաքանչյուրը $240։ Այսինքն այս նպատակով բյուջեից Սարգսյանին կանխիկ տրամադրվել էր $720,000։ Սակայն հետաքրքիրն այն է, որ գնված զրահաբաճկոններից եւ ոչ մեկը կենտրոնական բազա չէր մատակարարվել, այս մասին թերթին հայտնել էին ՊՆ-ից։ Թերթը տեղեկացել է, որ վերջինս աշխատանքի է անցել GTB Holdings-ում, որը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել սկանդալային փաստերով։ Այդ ընկերությունը Կոմիտասի շուկայի սեփականաշնորհման եւ հյուրանոցային համալիրի կառուցման հեղինակն է, Կասկադի կիսատ մնացած հատվածի կառուցումն էլ նրան է տրվել ձևական մրցույթով միանձնյա որոշմամբ։ Կասկադի վերակառուցումը զայրացրել է մասնագետներին, որոնք արշավ են սկսել Կասկադը Գրիգոր Տեր-Ղազարյանից եւ փաստորեն Նայիրի Սարգսյանից փրկելու համար, կարդում ենք թերթում։